Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանում կավելանան, այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չի մտնում հետվճարը։ Հիմնական 24,000 դրամ կենսաթոշակը դառնալու է 34,000 դրամ։ Բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36,000 դրամ է, այն կդառնա 46,000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է քաղաքացիներին, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն։ 2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով, արտահանումը 13.5%-ով, իսկ ներմուծումը 11.2%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%։ 2026 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում։ Ներքին գործերի նախարարի հրամաններով ներքին գործերի ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից։ Այդ պաշտոնի պարտականությունները կատարող է նշանակվել Կարեն Խաչատրյանը։ Բարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը նշանակվել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ, Արթուր Խուդինյանը ներքին գործերի նախարարի օգնական։ Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում։ Կեսգիշերին Opel Magnish ավտոմեքենան Երևան ընթանալիս Հրազդանի վարչական տարածքում դուրս գալով երթևեկելի գոտուց ծառերին բախվելով կողաշրջվել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ մեքենայում գտնվողներից մեկը Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19 եւ 20-ամյա երիտասարդները տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ծառայում էր Զորամասում։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցներից էր։ Մարտի 1-ի գործով փետրվարի 25-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը։ Հնչական կոմիտեն տեղեկացնում է, որ նա 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց որևէ հիմնավորման ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից քաղաքացուն եւ տեղափոխել ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Նախաքննության ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետի առաջին տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը հոդվածով։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրել է, որ Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներում քաղաքակրթական ժառանգության հանդեպ իրականացվող քաղաքականությունը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակից եւ ստացել է համակարգային բնույթ։ Խոսքը ոչ միայն պատմական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի եւ հուշարձանների ձևափոխման կամ վերացման մասին է, այլև հավաքական իշխողության խորհրդանիշ հանդիսացող վայրերի ու համամարտկային նշանակության արժեքների նպատակային ոչնչացման։ Փետրվարի 4-ից հետո ոչնչացվել են Արցախի Մոնթեաբերդ քաղաքում գտնվող հուշահամալիրը, իսկ Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում ադրբեջանցիներն ավերել են Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։